այս հարցերի կապակցությամբ ունեն հայտարարություն մշտություն է։ Ոչ, չկա պատվաժաններ։ Դատարանը ևս այդպիսի մի չի տեսնում, դատարանն ասում է վարույթի ընդդատության հարցը։ Խնդրեմ, կողմերը այս հարցի կապակցությամբ ունեն հայտարարություն մշտություն։ Իրական գործով նախական տենությունը դատարի ամավի մասին հայտնորության կողմերը։ Իրականությանը փոխելու ընդդատությունը գործով ընդդատությունը փոխելու դիտի հարթաշ։ Ընդդատի է պատվաժաններ։ Դատարանը հետևյալ հարցն է քննարկման առարկադարձներ, հաշվառելով որ դատարության կողմերից որևէ մեկը մշտություն չներկայացրեց։ Ըստ մեղադրանքի կողմի Կարելի Իվան Ներսիսյանի վերագրվում է արագ կարգալույց անելով գործողության, վերջի գործողությունը կարգալույց անելով վերագրվում, արդյոք կողմերը կարծում են, որ այդ գործողության կատարման վայրը միջդատական կարգով պարզվել է և մեղադրանքում եթե նշված չի, ինչ պատճառով նշված չի, եթե ցանկանա կարող է որոշել։ Պատվաժան դատարան տեսեք իրական դատավարության գործգրքի 155 կոնվենցիան հազարշվեց դիպլոմացիորեն նշեցի իրական հետապնդում հարցերի մասին որոշման մեջ իդիմասային պետք է նշի նաև անցկացի կատարման վայրը, եթե դա բացառություն սույն գործով հարուցված անային իրական հետապնդման որոշման մեջ որպես ենթադրաբար իրական օրենքով արգելված արարքի կատարում նշված է ամենայն հայոց կաթողիկոսի և հոգևոր խորհրդի կողմից կատարված կանոնական գործողություններ, որոնք մեր գնահատմամբ պարունակում են հանցակազմի հատկանիշներ։ Հիմա եթե առաջնորդվենք փաստերի իրավական կանխապատկացով պատվաժան դատարան քերեական դատարանության դեպքի 106 գործով, ուրեմն քերեական վարույթի ընթացքում եթե հակառակը չի ապացուցվում, ապա հաստատված է ցանկալու իդիմասային հանրահայտ փաստեր։ Հիմա իմ կարծիքով պատվաժան առավել քան հանրահայտ է, որ ամենայն հայոց կաթողիկոսի և հոգևոր խորհուրդը, եթե սկավեն իսլամ պաշտպանական կողմից գործունեությունը, կանոնական այդ գործունեությունը իրականացնում են իշխանացին կառավարում։ Մեկ այլ օրինակ կարաբերեմ, օրինակ ոնց որ քննարկման առարկադարձնենք ազգային ժողովի պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին օրենք և քննարկման առարկադարձնենք ազգային օրը իրականացվեց։ Բնականաբար արեն փաստեր ազգային ժողովի պատգամավորները գործունեություն իրականացնում են Բաղրամյան 19 հասցրեմ, այսինքն ինքնին այդ փաստը ազգային ժողովի պատգամավորները կատարեցին որևէ գործառույթ, արդեն իսկ վկայում այն մասին, որ այդ գործողությունները կատարվել են Բաղրամյան 19 հասցրեմ, սա զուտ օրինակ է, նույնը բնականաբար վերաբերում է նաև ամենայն հայոց կաթողիկոսին և հոգևոր խորհրդին, քանի որ հանրահայտ փաստ է, որ գործունեությունը ամենայն հայոց կաթողիկոսի և հոգևոր խորհուրդը իրականացնում են քաղաք Էջմիածնում ավելի մոտ մայրապետում։ Հիմա եթե դատարանը հակված է կիրառելու, հակված է այնուամենայնիվ մեկնաբանելու քերեադատաբարական այն կանոնը, որ այնուամենայնիվ մեր քերեական հետապնդում հարուցելու մասին որոշման մեջ մայրատողի կամ ամենայն հայոց կաթողիկոսի գործունեության հասցեն պետք է նշվել, իմ քննարկման պատվաժան դատարան դա կդիտվի ծայրացնության չափազանցված, ինչը բնականաբար ընդունելի չի կարող համարվել։ Գտնում եմ, որ ենթադրաբար կատարված հանցանքի կատարման վայրը առավել քան բացահայտված է տեսնում քերեական վարույթի նյութերով, ինչպես նաև մեղադրանել հետապնդում հարուցելու որոշման և ընդդատությունը փոխելու կանոն, ինչպես քիչ առաջ նշեցի, ամեն ինչին կարող է չէ։ Խնդրեմ պաշտպանական կողմը։ Բացի կոնտեքստը հասկանալ իրեն առաջանցնելու մասին վերագրվաշ։ Ներողություն չի ասում ենթանաց չբացվում։ Ներադրանքում նկարագրված չէ օբյեկտիվ կողմ, որպեսզի հասկանանք որ դատարանքը որտեղ նկարագրված գործողությունից ամենից ստորը, իսկ եթե ում ներսակված առաջնությունները այստեղ մնացած մասով նկարագրված է չէ։ Կարծում ենք, որ կարգավորության ուժով դստարի կարող է ստորը։ Իսկ մի հարց ձեզ, վերջաբանը չհասկացա, ասում եք կարգավորության անելը միանշանակ է, որ պարզ է, որ ինչ։ Ստերակ,
իսկ դա վերագրվող արարքի բովանդակությունից է ձեզ փաստացել, թե կրկին հարահայտ փաստ ինչպես է։ Հիմա հետևյալ հաջորդ հարցեր։ Նմանատիպ հանրային փաստի ենթով հարգելի հանրային մեղադրանք։ Ինչի մյուս անձանց վերաբերյալ մեղադրանքում առկա է նշում, թե որտեղ է կատարվում։ Այդ դեպքում այնտեղ ինչի չի նշվում, թե այնտեղ ինչա նշվում է։ Եթե հանրային է փաստով որոշել է պատվոկոսին վերագրվող արարքի նկարագրության մեջ չնշել կատարումը։ Այդ դեպքում մյուսների դեպքում ինչի է նշել։ Ինչի է մեզ հարցը տալիս, թե նյութերի ուսումնասիրություն բնականաբար դատարան ընդդատության հարցի որոշման լիազորություն չունի, սակայն գործի նյութերից պարզ է դառնում, որ առկա է արձանագրություն, որտեղ առնվազն ժողովի ընթացքի վերաբերյալ տվյալ է առկա, որտեղ է տեղի ունեցել։ Տնօրինության վրա չկա նշում, թե որտեղ է տնօրինությունը արձակվել։ Սա է հիմնական հարցը, որ եթե հանրային փաստ է հանրային մեղադրանքի կողմը նշում է, որ դա ավելորդ ենք համարել նշել, թե որոնցով հստակ կարգավորյալ կա, այդ դեպքում մյուս մեղադրվող անձանց մեղադրանքում ինչի է նշված։ Պատվաստանյութ ճիշտ ասած ես համաձայնացած էր կողմից մասնակցած այն հարցին, թե ինչ պատճառով քերական դեպքում կառուցելու մասի որոշման մեջ չի նշվել ենթադրաբար հանցանքի կատարման վայրը։ Հիմա տեսեք հաջորդ հարցում նշվել է, նշվել է որը կողմ է քերական քաղաքավորներից, իսկ արդյոք կարևոր չի նշվել, դա անհրաժեշտ փաստի լույսի ներքո կարող է գնահատել։ Հիմա տեսեք, այն որ մի դեպքում նշվել է եւ մյուս դեպքում չի նշվել, դա բնականաբար խնդիրը տեխնիկական է եւ գտնվում է որևէ կերպ գնահատման չի կարող հանդիսանալ, որպեսզի սույն գործով ընդդատության հարցի քննարկման հավաքականության որում ընդդատությունը փոխելու տեսանկյունից։ Գտնվում է դա մի դեպքում նշել, մի դեպքում չնշել է զուտ կարող է կրել տեխնիկական նույն եւ ընդդատության առումով որևէ նշանակություն չի կարող փոխել, քանի որ նշելու դեպքում է, չնշելու դեպքում է մի քննարկման հանրահայտ փաստ է, որ ամենայն հայոց կաթոլիկոսի եւ ոգևորողը ուսումնասիրություն իրականացնում են մայրաթողում տվյալ դեպքում եւ մեկ հարցեր կցանկանամ անդրադառնալ, դատարանը ուշադրություն եմ ցանկանում դարձնել այն հանրամասնությունները, որպես հարցապարծացում, բայց այդ հարցի վերաբերյալ անգամ պաշտպանական եւ մեղադրանքի կողմերի մեջ համաձայնություն կամ տարաձայնություն չկա, իսկ սույն գործով հանրության անկյունները հատկականից բնականաբար շատ են, ինչի պարունակում են զանգվածային լրատվության միջոցների ներկայությունը եւ գտնում են, որ նման հարցերով դատական նիստը ծառաբեռնել եւ ըստ էության գործի քննությունը ժամանակահատները չի կարող բնականաբար ուղղել սույն գործի դատական քննության արդյունավետության շահերից։ Պայմանային դատարանը Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի 11/2024 բարեքով արձանագրված դիրքորոշման է ցանկանում անդրադառնալ, եւ անալոգիա պետք է կիրառենք ճակերտավորած կիրառելի դարձնենք կամ քննարկենք կիրառելի դարձնել դիրքորոշումը, համաձայն որի հետեւյալն է նշել, այն դեպքում երբ այս դեպքում ընկերությունը գործունեություն ծավալել է Էջմիածին քաղաքում, որը հիշյալ ընկերության տնօրենի բնակության վայրն է նաեւ, ինչպես նաեւ մեղադրյալի բանավոր հայտնած տեղեկատվությունը, բավարար չեն հիմնավորելու, որ վարույթննդատի Արնոլդի Մարսի Առաջինացյանի ընկերության քրեական դատարան։ Այսինքն ձեր նշած հանգամանքների վերաբերյալ Վճռաբեկ դատարանը դիրքորոշում է հայտնել, որ կանխաբարկած է առայն, որ եթե գործունեությունը այստեղ է ծավալվում, ուրեմն ենթադրվում է, որ արարքը այստեղ է կատարվել։ Եթե նույնիսկ պաշտպանական կողմը բանավոր հայտարարություն նշի, այս գործով նշել է, որ կատարվել է Էջմիածին քաղաքում, միևնույն է, ըստ այս դիրքորոշման դատարանը պալատի նախագահը գտել է, որ ընդդատյալ չէ Արնոլդի Մարսի դատարան եւ ուղարկել է նախաքննության վարի կատարման դատարան։ Հիմա մի հարց. կողմերը ռիսկ չեն տեսնում, եթե ես որոշեմ քննեմ, այս դիրքորոշման օրինակ վերացական օրինակներ, պաշտպան ներքրավի, ուժեղը լիազոր ներկայացուցիչ ունենա, հանրային մեղադրող փոխվի, ոչ շահավետ որոշման պայմաններում այս նախադեպի հիման վրա ձեր իսկ վաստակությամբ երկար վստահ դժվարությամբ քննված գործի վերջնացում կարող բեկամի ընդհանրապես նրա համար, որ այս փուլում հետևողական չլինեք։ Չեք կարծում, որ ավելի ճիշտ մեխանիզմ կլինի, եթե վեճ իրապես այստեղ արկայով տեսնում է,
Քննարկենք ուղարկենք Երևան քաղաքի քրեական դատարան առաջինացան հանրության դատարան, վեճ բարձրացնելու պարագայում վճռաբեկի պալատը կորոշի վերջնական, այստեղ է քննվում, այնտեղ է քննվում։ Ես էլ վստահեցնում եմ ձեզ, թե պլանավորած արձակուրդն եմ հրաժարվելու եմ դրանից, արկային դասընթացներ պարտադիր կրկին հրաժարվելու եմ դրանից, որ հանրության մոտ նույնիսկ տպավորություն չստեղծվի, որ ես որևէ կերպ կուսակցում եմ այս գործի քննություն։ Ինչ եք կարծում, ավելի լավ չի այս փուլում այդ հարցի պատասխան ունենանք, քան թե վճռաբեկության կարգով ըստեղծության քննենք, վերջում եկան լինի։ Պատվարժան դատարան, ես հասկանում մեր աշխատանքությունը բարույթ կամ մնալ այստեղ իշխանացնում կամ բանալու մարզի որևէ դատարանների բարույթ։ Հիմա տեսեք, խնդիրը ամենանում, որ ըստ էության եպիսկոպոսների առաջադրված մեղադրանքի ծավալում նրանց վերագրվում է Գերագույն հոգևոր խորհրդում որոշում կայացնելու այդ վարքագիծը, որը որ հստակ այդ մասով վայրը կա, Էջմիածին քաղաքում։ Ամենայնայնիվ կաթոլիկոսին ըստ էության, ամենայնայնիվ կաթոլիկոսը մեղադրվում է տնօրինություն ընդունելու համար։ Ճիշտ է, այստեղ նախախնդրական մարմինը պետք է որոշակի ջանասիրություն գործադրել եւ դա հստակ արձանագրել, բայց ի վերջո դա հանրահետքված է ամենայնայնիվ կաթոլիկոսը տնօրինությունը ստորագրել է Էջմիածին քաղաքում, դա փաստ է եւ այդ մասով մենք չենք էլ վիճակում։ Որտեղ իրականում ամենայնայնիվ կաթոլիկոսը հենց այդ օրն ստորագրել է եւ նա գտնվել է Էջմիածին քաղաքում։ Այս այդ մասով, քանի որ երկրորդ անցակի կատարման վայրում պետք է գործը քննվի, ըստ էության, քանի որ կաթոլիկոսին վերագրվում է հենց այդ առարկա, ապա դա Էջմիածին քաղաք։ Հիմա ով ինչ էլ ասի, ի վերջո ամեն ինչի չափանիշը ճշմարտությունն է։ Ճշմարտությունը դա է։ Եվ այս առումով մենք կարծում ենք, որ Երևան ուղարկելու կամ ավելի ճիշտ Մասիս ներկայացնելու այս գործը ուղարկելու նախադեպային դիրքորոշման եւ այս գործի փաստերի միջև արտահայտարարություն։ Այստեղ ամենայնիվ եւ վեց եպիսկոպոսների վերաբերյալ է գործ քննվում եւ իսկապես ունենք արարեգույնության չափանիշ։ Այսինքն եթե ձեր կողմից նշված նախադեպային դիրքորոշման մեջ ինչ որ X կազմակերպության մասին է խոսքը եւ դրա հիմնադրի կամ տնօրենի ունակության վայրը կարգեչնացին է, մենք այստեղ խոսում ենք ամենայնիվ կաթոլիկոսի տնօրինչական լիազունության իրականացման մասին, որը բացառապես Էջմիածին քաղաքում է իրականացում եւ շատ բացահայտ եւ հանրաճանաչ փաստ է։ Այդ իմաստով հետում են, որ այս որոշումը կիրառելի չէ։ Մի բան է պատասխան դատարան հաշվի առնենք, որ ամենայնիվ կաթոլիկոսը եւ մեր հոգևոր դասի միավորությունը հաշվարկված Համակարգ մի հարց, հնարավոր տեղեկություն սա սխալ։ Աննա եկեղեցու կողքին արկա շենքը եւս չի ծառայում նպատակով, որտեղ ժողովներ անցկացվում Աննա եկեղեցու։ Ես գիտեմ դա երկրորդ բանը։ Սուրբ Աննա եկեղեցու մասին։ Ես որտեղ բազմաթիվ անգամներ ակամայից եկեղեցի այցելից տեսել եմ, որ կաթոլիկոսը օգտագործել։ Ինձ հետաքրքիր է այդտեղ ինքս մտածել եմ երկու պաշտոնական այսպես նստավայր։ Պատասխան դա Երևանի նստավայրն է, մայրաթորին պատկանում են տարբեր նաև բանկեր, ընդհանրապես բոլոր թեմերը պատկանում կարգավիճակ չունի, եթե չեմ սխալվում։ Չէ, դա չունի, բայց ամենայնիվ կաթոլիկոսի նստավայրը պաշտպան է գործելու վայրը, դա Էջմիածին քաղաքում, մայրաթոր Սուրբ Էջմիածին, դա պատմականորեն են հաստատված փաստ է եւ դա հանրային փաստ է, կարծում եմ դրա վիճակման հիմքերը չկան։ Ձեր կողմից հրապարակված որոշումը պատասխան դատարան ընդունելի չէ ինձ համար զուտ այն պատճառով նաև պաշտպանական որոշում հայտես, որ դեպքում խոսքերում է շողակրային կազմակերպության մասին, իսկ դեպքում խոսքերում է մայրաթոր Սուրբ Էջմիածնի մասին, հետևաբար համեմատությունը հիմքահատված տեղին չէ։ Իսկ առհասարակ ձեր կողմից բացացված հաջորդ հարցը արդյոք միթե ձեր բացացված հարցը չի բխում փոսի մասնակիցների շահերից, օրենքի հիման վրա ստեղծված դատարանը որպեսզի գործը քննի։ Հիմա տեսեք, ես ձեզ տեսնում եմ առաջի անգամ եւ մինչ այս պատասխանատու կերպով հայտարարում եմ, որ որևէ կերպ ձեր հետ առնչություն չեմ ունեցել, բայց իմ նպատակաուղղվածությունը, որպեսզի նույն գործով դատաքննությունը իրականացվի ձեր կողմից ինչ-որ է պայմանավորված, որովհետև իմ գնահատմամբ
Ստերության դատարանը պատահականության սկզբունքով որոշումից մեջ բերում արեց, բայց բազմաթիվ են նախադեպային դիրքորոշումները եւս մեկը նշեմ, եթե մենք 140-26 վարքի շրջանակներում է նշված համաձայն, որի ոչ մեղադրվին ներկայացված մեղադրանքի ձևակերպումից ոչ էլ վարությունից հնարավոր չէ բացել, թե որտեղ է կատարվել, հետագա նախաքննության վարքի պետք է կատարել։ Ես իրապես մտահոգ եմ, որ նախագահության եթե գործը քննվի հնարավոր հետագա վերակնության վճռականության կարգով ակտը վերկանվի, ինչի պայմաններ նույնիսկ հնարավոր կարգապահական պատասխանատվության ենթարկվեն անդամության ակցիա այս փուլում ճիշտ չլուծելու համար։ Այդ իսկ պատճառով անգամ ես առաջարկում եմ իմ գործընկերոջը, որ Երևան քաղաքում հնարավոր է գործով բարույթը ստանձնի, թե զուտ առաջարկ կգործել դրական։ Ես իրապես գտնում եմ, որ իր առաջարկն է իմ որոշումը, հատկապես նրանից ելնելով, որ մյուս մեղադրելի կարգավիճակ ունեցող անձանց մեղադրանքում նշված է։ Ես հանկեղծ այս հարցը նույնիսկ չէի բարձրացնում, եթե ամենայն հայոց կաթողիկոսի վերագրվող արարքում ըստ մեղադրանքի նշված չլիներ, մյուսների մեղադրանքում եւս նշված չլիներ։ Եթե նշված է մյուսներում, բայց ամենայն հայոց կաթողիկոսի վերագրվող արարքում նշված չէ, դա առնվազն հարց է առաջացնում, որով միջնորդական վարույթի ընթացքում պարզվել է, թե չի պարզվել։ Իսկ պատասխանը այստեղ չի պարզվել։ Եթե հանրային փաստի կանոնը ինչ-որ կերպ կիրառելի է, ես գտնում եմ, որ միջնորդական վարույթում մեղադրանքի կողմը պետք է պարտականությունը քրեական դատարանության օրենսգրքով նախատեսված կատարելով արձանագրել, թե որտեղ է տեղի ունեցել։ Իսկ վրիպակի արդյունք է, թե ոչ, դատարանը այս փուլում կարծում եմ ճիշտ չի լինի գնահատել նախ վրիպակ է, թե ոչ, եթե վրիպակը արդյոք մեղադրանքի փոփոխության հնարավորություն կա, թե չէ, կամ բանավոր հայտարարություն բավարար թե չէ։ Միգուցե այլ հանրային մեղադրող ներկայանալու դեպքում նշի, որ ոչ թե վրիպակ է, այլ չի պարզվել։ Դատարանը այս փուլում ամեն դեպքում կրկին պարզաբանում է, որ ես ամենայն հավանականությամբ ուղարկելու դեպքում, եթե վեճ բարձրացվի, չեմ պատրաստվում որևէ կերպ անաշխատունակության վիճակում գտնվել, չեմ պատրաստվում արձակուրդ վերցնել, չեմ պատրաստվում խուսափել այս գործունեությունից։ Եթե վեճի արդյունքում կլուծվի, որ այս գործը ինձ անդադյա, կհանդիպենք հաջորդ պատահական նիստում։ Այս պայն դատարանը լսելով կողմերի դիրքորոշումը, որոշումը սուբյեկտիվական գործեցնել տարածքային ձեռնության կանոնների, ուղարկել Երևան քաղաքի առաջին արձանագրության քրեական դատարան, դատական նիստ հայտարարում